Ամենը խուլիգանությունը։ Այս պատգամական քաղաքական անձ է, պարոն Շահյան։ Ինչ կապ ունի, եթե քաղաքական անձ է, մի խուլիգան չի կարող մի պատգամավորի։ Ես կարծում եմ, իհարկե կարծում եմ, որովհետև քաղաքական դրդման բռնում են մարդուն ծեծում են, որ ինքը այլ քաղաքական մտածողություն ունի։ Դա լրիվ Համենայն դեպս ես այդպես եմ մտածում։ Պարոն Սահակյան, Դավիթ Բաբայանը բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ, մինչդեռ Բակո Սահակյանի հայտարարությունը բավականին ռացիոնալ էր։ Այս հայտարարությունից հետո օրինակ չպետք է դրվի ընդհանրապես խոսնակին հեռացնելու հարցը, ըստ ձեզ։ Որ խոսնակին։ Դավիթ Բաբայանի մամուլի խոսնակին, ով Բակո Սահակյանի մամուլի խոսնակին։ Գիտեք, այդ պետք է այդ ամեն ինչը այդպես ուշադիր լսես, որ կարողանաս պատասխանես, առավել եւս ինքը Ղարաբաղը իր խնդիրները պետք է լուծի։ Այդպես չի, որ մենք այստեղ ինչ-որ մի բան մտածեն ու Ղարաբաղը կարողանա դա անել։ Ընդհանրապես եթե ինձ են հարց տալի, ասում եմ, դա խուլիգանական արարք է։ Պարոն Սահակյան, ինչու՞ որ Հայաստանի իշխանությունները չընդունեցին Սամվել Բաբայանը, նա իր հարցազրույցում նշեց, որ իրեն այստեղ էլ ըստ էության հանդիպում Ասեմ հետեւյալը, նախ ես չգիտեմ ինքը դիմելա չեն ընդունել։ Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է, չունի ռազմական որևէ կրթություն։ Դա մեկ։ Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի։ Հետո դրանից հետո դուրս է եկել իր համար տարբեր երկրներում աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տան, չի կարող։ Ես չգիտեմ ուզում է թե չի ուզում, ես ոչ հանդիպել եմ, ոչ էլ գիտեմ, դուք հարց եք տալիս, ես էլ պատասխանում եմ։ Բայց գործ է ուզում, պարոն Սահակյան, դուք այդպեսի տպավորություն եք ստացել, որ գործ է։ Չէ, ես այդպիսի տպավորություն չեմ ստանում, պարզապես թերթերի հոդվածներն եմ նայում, որ իբրև թե գործ է ուզել։ Այդպես չի կարող պետական իշխանության մոտ, ովքեր ցանկանում են մոտ լինել եւ աշխատեն իշխանության ներսում, գալիս գործ են ուզում եւ իշխանությունները գործ են տալիս։ Այդպես չի կարգը։ Լավ, ինչ է ուզում պարոն Բաբայանը, ըստ ձեզ, ինչի համար է եկել, ինչ է ուզում անել։ Նա Ես չգիտեմ։ Որ քաղաքականություն չի մտնել, պաշտպան չի ուզում, ուզում է օգնած լինել ժողովրդին։ Ավելի լավ թող շահական լինի ժողովրդին։ Իշխանությունը պատրաստ է ընդունել աջակցել նրան ինչ-որ ձև իր ներուժը օգտագործել։ Բայց դեռևս մենք իշխանությունները, մենք նույնպես դեռևս չգիտենք ինչ ներուժ ունի, որպեսզի դրան աջակցենք, թե չաջակցենք։ Պետք չի նոր ծանոթանալը, խնդիրը հետեւյալն է։ Այսօր եթե եկել է, եթե մտածում ենք Ղարաբաղի հարցով, ինքը այդ ինչ ուժ ունի, որը անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները կարողանան նաև այդ ուժը օգտագործել։ Դեռևս այդ ուժի մասին Չէ, դրանք արդեն կողքի խոսակցություններ են, որոնք չեմ կարծում, որ ճշմարտություն լինի։ Պատրաստ եք ընդունել նրա միգուցե հրավիրեք, ասեք ինչ ներուժ ունես, ինչով կարող ես օգտագործել։ Չէ, բայց ինչի համար ես ընդունեմ կամ որևէ մեկը ընդունեմ։ Հետաքրքիր է, ես այսօր ազգային ժողովի նախագահ եմ, վաղը որ չլինեմ, նույն կերպ պիտի խոսամ, ինչ որ դուք եք խոսում, որովհետև այդպես է կարգը։ Պարոն Սահակյան, Հայաստանում մենաշնորհներ կան, թե ոչ։ Գիտեք, մենաշնորհներ ամբողջ աշխարհում կա, բայց այդ մենաշնորհ բառը դա վատ բառ